Ես Մանեն եմ, 11 տարեկան եմ, ծնվել եմ Գյումրիում, իսկ հիմա ծնողներիս հետ ապրում եմ Արմավիրում։ Մաման չի աշխատում, պետք աշխատում է պապաս, իսկ մենք անում ենք չրի գործով, որ մենք հասցնենք մեզի պահենք ու մենք հաց ուտենք։ Ես միշտ մամային օգնում եմ չրի գործով, որ մաման շուտ բրծի գործերը, որ մեզ փող տան։ Ես որ մեծանամ կաշխատեմ դերասանուհի, որ մամային օգնեմ, վարձի չտանք ու մեր սեփական տուն ունենանք, որ մաման հարցնի լույս, ջուր, գազ բուծի։ Ու ես ուզում եմ, որ մեծանամ միշտ մամային լավ շորեր հագցնեմ, լավ քսվի մաման, որ միշտ գա ծնողական ժողով, լավ բաներ անի։ Մենք ապրում էինք Արմավիր մարզում, այնտեղ վարձով էինք մնում էլի, բայց ջուր չկար, տաք ջուր չկար, չէինք կարող լողանալ, որ ամաններն էլ էինք լվում, տանում էինք, թափում էինք զուգարանը։ Այնտեղից տեղափոխվեցինք Օրապատ քաղաքում, այստեղ ապրելու, իսկ իմ պապայիս ընկերոջ տունն է, մենք ստեղ վարձով ենք մնում, ու ստեղ շատ հարմար է, ջուր կա, լողնալու տեղ կա, բաղնիք կա, զուգարան կա, ամեն հարմարություններ կա ստեղ։ Մամաս դաշտերն աշխատել, մեզի պահել է տանջակով, որ մաման ուզում է, ես գնում եմ մամայի մոտ, ասում եմ մի հուզվի, ամեն ինչ լավ կլինի։ Մամասն ինձ հարե, որ մենք մեզ լավ զգանք, միշտ ուրախ ու հպարտ։ Ես որ գնում եմ դպրոց, ասում եմ մամ, հենց էի ուզում ես հեռախոս ունենամ, որ զանգեի քեզի ասեի, որ բապ, գալիս եմ տուն կամ գնում եմ դպրոց։ Ես ուզում եմ միշտ մամաս սիրուն հագնվի, սիրուն քսվի, սիրուն շորեր հագնի, որ սա գիանտենն ասեց փոխվել ես դու, միշտ սիրուն շորեր հագնի, որ ուրիշների մամաները, որ գալիս են ծնողական ժողով, միշտ մամաս նեղվում, ասում է ես չեմ կարող կամ ծնողական ժողով, իսկ ես դրանից նեղվում, որ մամաս սիրուն շորեր չունի, որ հագնի գա ծնողական ժողով։ Ես իշկալ է վատը լենք, լավ լենք, մեկա եսի բաբայի շատ եմ սիրում, աշխարհի ամենալավ բաբան է, եսի բաբայից միշտ դժգոհ չեմ լինի։ Որ մաման երեխուն ապահովի, ասում է բաբ դու երեխու պահ, ես տան գործերը կըլեմ, ես հաց եմ սարքում ու ես շատ եմ սիրում բորշ մեկի ապուր։ Ու այս որ սարքում եմ, ընտանիքում լցնում ենք ճաշի, ընտրիկի, միշտ մաման ասում է մենք այս նույն բաներն ենք ուտում, ասի հա ոչինչ միշտ, ես որ մեծանամ միշտ լավ բաներ կուտենք։ Ես երազումս տեսնում եմ, որ միշտ ուրիշները լավ շորեր են հագնում, իսկ մենք չէ, մենք իջենք սկամ վատ ապրում, իսկ մյուսները լավ։ Ես որ միշտ պարում եմ քնելու, լաց եմ լինում, որ մամաս չնկատի, որ ես լացում եմ ու տխրում։ Մեր տանը մի պստիկ անկյուն կա, որ այդտեղ ես սուրբ եմ սարքել նկարներով Հիսուսի։ Ես այդտեղ մեկի առավոտ ես այդտեղ աղոթում եմ, որ մենք լավ ապրենք։ Ու ես միշտ աղոթել եմ Աստծուն, որ մեզ օգնի, մեր կողքին լինի ամեն հարցում։ Ես ուզում եմ գնամ Պարի դպրոց, բայց մաման փող չունի, որ ինձ տա Պարի դպրոց, ասել եմ հա ոչինչ մամ, չունես, ես էլ չեմ գնա, տունը կպարեմ։
Լավ օրեր կգան, ես այդ օրը շատ երկար կսպասեմ, որ այդ օրը գա, որ իմ մամաս, իմ պապաս, իմ քույրիկներս լավ հագնվեն, մի ժպտան, հպարտ քայլեն փողոցներում, ու ես միշտ երազել եմ, որ իմ մաման սիրուն հագնվի, քույրիկներս, լավ տեղեր գնան, կարուսելներ գնան, ես որ մեծանամ, իմ քրոջս այնպես եմ անելու, որ լավ հագնվի, լավ քայլեն փողոցներում, միշտ հպարտ քայլեն, ես այդ օրը երկար կսպասեմ, որ իմ քույրիկներն ու եղբայրները մեծանան։ Ես որ ես կամ հաղորդաշարը նայում եմ, ասում եմ, մամ, կարող է երազանքս չկատարվի, ես չտեսնեմ Մագա Հարությունյանին, ասել է, չէ, որ ուրիշի երազանքները կկատարվի, ուրեմն քո կկատարվի, մեկ մտածի, ասում եմ, լավ, դե կկատարվի, ես էլ ամեն առավոտ իրիկով միս մամայից հեռախոս եմ ուզում, որ նայեմ, ես ասել եմ, մամ, ես էլ եմ ուզում հեռախոս, որ ամեն առավոտ մեկ իրիկով քեզանից հեռախոս չուզեմ։ Ես կամ որ ես միշտ նայում եմ, ասում եմ, մամ, ես էլ եմ ուզում գնամ ռեստորաններ, տարբեր տեղեր գնամ, կարուսելներ գնամ նստեմ։ Ես Ռոզա Ծառուկյանին խնդրում եմ, որ միշտ երեխաներին կողի լինի, միշտ երեխաների երազանքները կատարի։ Ես որ տեսնեի Մագա Հարությունյանին, կասեի արեք գնանք, ես ու դու ժամանակ անցկացնենք ու իմ ուրախությունը ժվարկանքի վերացնեի։ Ես Մագա Հարությունյանի հետ գիտայի ռեստորաններ, խաղատեղեր ու ես ու ինքը լավ ժամանակներ կանցկացնեինք ու ես նրան կասեի, որ միշտ ես երազել եմ իրան տեսնել ու սիրում եմ իրան։ Ես ընտրել եմ Մագա Հարությունյանին, որովհետև ինքը դերասան է, դերասանության մեջ շատ լավ բաներ անում, միշտ ինքը իր խոսքերով շատ լավն է բրոկել է, տեսել եմ իր հարսանիքը եւ շատ եմ ուզեցել, որ ես իր նման դառնամ, ես իր նման սիրուն շորեր հագնեմ, տարբեր տեղեր գնամ։ Ես որ տեսնեի Մագա Հարությունյանին, ես կվազեի իր գիրկը եւ կասեի, որ ես քեզ երկար եմ սպասել ու ես կասեի, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ունեցեք Տեր հայր։ Աստված օրհնի, սիրուն բալիկ, անունդ ինչ է։ Մանե։ Դու գիտես ինչ լավ անուն ունես։ Ռիփսիմյան սկույսերից մեկի անունն է։ Մանե։ Ոնց հասար Երևան։ Մամաս ինձ գյուղի ավտոբուսով ուղարկեց այստեղ, ուղարկի ես տունը փուճուր քուրիկ ունեմ, չկարողացա մամաս գալ, ինձ գյուղի ավտոբուս նստացրեց, ես եկա։ Որ գյուղից ես գալիս։ Ես Արմավիրից։ Ում ես ուզում տեսնել դու։ Ես ուզում եմ տեսնել Մագա Հարությունյանին։ Ես կամ նախագծին ես նամակ էի գրել Մագա Հարությունյանին փոխանցելու համար։ Ես նրան շատ լավ բաներ եմ գրել ու ես միշտ երազել եմ, որ նրան տեսնեմ ու չգիտեմ կանցնեմ թե չէ, բայց ես հուսամ որ կանցնեմ։ Իսկ հիմա ես աղոթքով եկել եմ, որ հասնեմ Մագա Հարությունյանին տեսնելու համար։ Մանե ջան, իհարկե մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսին եւ նրա խոսքին, որ ասում է. եթե հավատակ ու չերկմտեք, ինչ էլ խնդրեք, ստանալու եք։ Եվ մենք հիմա այս հավատով է, որ հիմա այստեղ ենք եւ սպասում ենք, որ Աստված մի հրաշք կատարի, որ հանդիպեք։ Ես երազներին շատ եմ հավատում, մեկ է Աստծուն եմ հավատում, որ իմ երազանքս հաստատ կկատարի, որ ես տեսնեմ Մագա Հարությունյանին, հուսով եմ ես կանցնեմ այդ փուլում։ Ինձ ասացին, որ մի աղջիկ է ցանկանում տեսնել Մագա Հարությունյանին, հիմա ինքը մայրիկի հետ եկել է, այնտեղ նստած են։ Մենք կգնանք այնտեղ, հետո ձեզ հերթով կտանեմ տնօրենի մոտ հարցազրույցի։ Լավ։ Լավ։ Գնանք։ Արի։ Ես Մագան եմ։ Այսօր իմ կյանքի ամենասպասված նկարահանման օրն է։ Ես երբեք այսքան լարված չեմ եղել։ Ոնց տեսնում եք կերպարանափոխված եմ, որպեսզի գեղեցկուհի Մանեն ինձ չճանաչի։
Մաշոկնա ծանոթացեք, Մաշան իմ բարեկամուհին է, խաղալու է որպես Մագա Հարությունյանի երկրպագուհի ու նաև իմ աղջիկ, ես իբրև Մաշայի մայրիկն եմ, միասին եկել ենք, որպեսզի հանդիպենք Մագա Հարությունյանին։ Քահանան շատ քիչ ժամանակ հետո Մանայի հետ կգա, մնացածը կտեսնեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Տեր հայր։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված էր։ Բարև ձեզ, արի դստի։ Նստի բարև ջան։ Տեր հայր ջան, կներեք, էլի սենց եմ արել, ուղղակի չեմ ուզում շատ հեռուստացույցով երևամ։ Ինչ անունդ Բալիկ ջան։ Իմ անունը Մաշա է ու ես շատ եմ երազել տեսնել Մագա Հարությունյանին։ Դա իմ երազանքն է։ Ես շատ գեղեցիկ եմ ու ես իսկապես հավատում եմ, որ ես կընտրվեմ։ Տեսեք, ես կամ նախագիծը հետաքրքիր հնարավորություն է ստեղծում երեխաների համար իրենց սիրած հերոսների հետ հանդիպելու, բայց շատ հետաքրքիր է, որ անակնկալ է հանդիպումը։ Հաղորդումները նայել եք, գիտեք, չէ՞։ Այո։ Հիմա մենք սպասում ենք, որ տնօրենի հետ հարցազրույց պիտի լինի։ Եվ պիտի որոշենք, թե ով առաջինը գնա։ Տեր հայր ջան, խնդրում եմ, աղջիկս թող գա էլի, մենք մի քիչ տապում ենք, առաջինը թող ինքը գա, հետո ես կմնամ մյուս երեխայի հետ։ Խնդրում եմ, էլի աղջիկս թող գա։ Գնա Մաշա ջան, Սպասես։ Արի Մաշա ջան, գնանք։ Սիրում ես Մագային։ Հա, ես շատ եմ սիրում Մագա Հարությունյանին, որովհետև նա շատ սիրուն է ու ես միշտ երազել եմ նրան տեսնել, որ ես նրան տեսնեմ, կասեմ, որ ինքը շատ գեղեցիկ է, ես ուզում եմ նրան նման կեցվածք ունենամ։ Նա տեսնենք։ Հեսա թող Մաշան կա, դու ես գնալու, տեսնենք հիմա որ մեկիդ կընտրի։ Ես Մագա Հարությունյանի հետ շատ երկար եմ սպասել հանդիպմանը ու ես հուսով եմ կասնեմ այս փուլում։ Ես որ տեսնեմ Մագա Հարությունյանի շատ կուզեմ, որովհետև ես նրան երկար եմ սպասել, ես 9 տարեկանից նրան սպասել եմ, որ նրան հանդիպեմ։ Ես ուզեցել եմ ձեր աղջիկա կյանքում հետ այս բան լինի, որ նա է հաղթի, բայց մեկը ինքը հաստատ քաղտի, որտեղ ինքը շատ սիրուն է հագնվել, միշտ սիրուն է խոսում, բայց ես ուզում եմ որ հերվիս Մագա Հարությունյանի տեսնեմ, գոդեմյակ նայեմ դեմքի։ Չի սպասում։ Միլիացիա խնդրում եմ։ Մարի մոտս։ Այնքան եմ սպասել քեզ տենամ չես պատկերացնի։ Ես էլ 9 տարեկանից սպասել եմ, որ ձեզ տեսնեմ։ Սիրուն ես, շատ սիրուն ես, էլ կյանքում չմտածես, որ մեկ ուրիշը ավելի սիրուն է, քան դու։ Շատ սիրուն ես հագնված, դու շատ սիրուն ես։ Չես պատկերացնի ինչքան եմ սպասել, որ քեզ տեսնեմ։ Չէի մտածում, որ ես կլինեմ։ Մամային ասել է, որ մամ, ես հուսով եմ կանցնեմ այս փուլում։ Իհարկե, դու ամենասկզբից անցել ես։ Ամենասկզբից։ Ապրես, հա։ Այսօր շատ հետաքրքիր օրենք ունենալու ու ես քո համար լիքը անակնկալներ եմ պատրաստել։ Ես երազել էի այսօրվա մասին ու դա կատարվեց։ Ես շատ եմ շնորհակալություն հայտնում քեզ, որ եկար այս փուլում հասնելու համար։ Քեզ մերսի։ Գիտես, երազանքները միշտ էլ կատարվում են, ուղղակի պետք է համառորեն երազել ցանկացած բանի մասին։ Ես ծածուն աղոթել եմ, որ միշտ կատարվի իմ երազանքները։ Ու կատարվելու է, վստահ եղիր։ Ամեն ինչ իր ժամանակին։ Գիտես, ես քո տարիքում էլ երազում էի, որ մեծանամ ու այնպեսի մարդ դառնամ, որ ինձ քո նման սիրեն։ Տեսար, այդ երազանքս կատարվեց։ Պատկերացրու, դու էլ իմ մանկության երազանքն ես եղել։ Ես երազել եմ, որ հասնեմ միտեղ, որտեղ ինձ այսքան կսիրեն։ Մագաքուր, այս օրը դու իմ համար եկան բան անելու համար։ Անպայման եկել ենք հենց քո համար, այսքան մարդ է հավաքվել, որ դու ուրախանաս, որ դու հավատաս քո բոլոր երազանքներին։ Ես հավատում եմ իմ երազանքներին։ Իսկ ինձ որ ժամանակից ես սկսել սիրել։ Հենց բոլոլայից հետո, թե մինչև բոլոլան։
Ինձ Ես հետաքրքիր է, միշտ- որ նախագծից հետո սկսեցի Ես սիրել։ բոլորն լեչես սկսվել ես ձեզ սիրեցի, որովհետև ձեր նկարները շատ էին այ մամայի հեռախոսով։ Դու սպասում ես ամեն օր, որ մամադ գա ու իր հեռախոսով նայես։ Հա, Իսկ քեզ հեռախոսը մենակ պետքա ինձ նայելու համար։ չէ, դասերի համար, երեխեքի շփվելու համար, որ գնամ դպրոց զանգեմ մամային ասեմ։ Դպրոցում կարելի է հեռախոս։ Հա, կարելի է, բայց դասատուն հավաքում եմ, դասերի վերջում տալիս է։ Հասկաց։ Ուզում ես հեռախոս ունենալ։ Հա, Ունես։ Դու արդեն հեռախոս ունես, բայց ինձ շնորհակալություն։ պետքա պետքա խոստանաս, որ հեռախոսը քեզ չի խանգարի քո դասերի ընթացքում, լավ։ Չեմ ուզում քեզ խոստանամ, որ դու կլինես շատ հայտնի բլոգեր, բայց նաև չեմ ուզում, որ դու հենց միայն դա ուզես։ Բայց մենք այսօր, քանի որ ես ամեն դեպքում նաև բլոգեր եմ, սիրուն բլոգ կվարենք իմ էջի համար, հա։ Արի դե unboxing անենք։ Նայում ես տենց վիդեոներ, որ հեռախոս են unboxing։ Քո հեռախոսի մեջ առաջին նկարը մեր երկուսինը կլինի, հա։ Այդ իմ երազանքն է, որ ես հեռախոս ունենամ ու ես շնորհակալություն եմ հայտնում քեզ, որ իմ երազանքս կատարեցիր։ Սիրտս։ Որ ես եկյատում հայտնված լինեմ։ Իսկ կյանքը այնքան սիրուն բան է, իսկական հեքիաթ։ Պետք է ուղղակի չհիասթափվես, չհանձնվես։ Բարի մնաս, ամենակարևորը չչարանաս։ Ես տեսել եմ քո հարսանիքի օրը։ Հա, նկարներով։ Հա, հարսնիկի ժամանակ շատ գեղեցիկ էր հագնում այդ քո զգեստը, այդ քո մազերը սիրուն սարկած։ Ես կուզեմ, որ դու միշտ այդ սիրուն հագնում ես ու լավ բաների հասնես։ Սիրտս, ուտեմ քեզ։ Մի հատ սենյակ ունեմ, որտեղ սուրճ եմ սարքել, ես աղոթում եմ միշտ քո համար, որ դու լավ լինես ու գայ իմ երազանքս կատարելու համար։ Տենում ես, որ աղոթքները տեղ են հասել։ Ծորտիկ եմ։ Ոչինչ, շատ սիրուն ես, մի մտածի։ Բոլորս էլ քո տարիքում նույն տեսքն ենք ունեցել, բնական ու ամենակարևորը գեղեցիկ։ Դա գեղմարդ չկա։ Շատ սիրուն ես։ Դու այնքան սիրուն ես, որ ես ամեն ինչ թողել եմ ու եկել եմ քո հետ հանդիպման։ Դու այնքան լավն ես, կարևորը հոգիդ է։ Շնորհակալություն Մագա ջան այսօրվա համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Ձեր հոշարության համար, որ որոշեցիք գալ, Աստված մեզ քաջալերում է ասելով խնդրեցեք եւ պիտի տրվի ձեզ։ Տեսնում ես այսքանի տարիների, այս 2 տարիների աղոթքը Աստված լսեց։ Հազար փառք Աստծո։ Շնորհակալություն ենք հայտնում Ծառուկյան ընտանիքին, Սելի Տիկին Ռոզատատիկին, որ երեխաների սիրելին է, երեխաներին շատ սիրում է։ Ինքը լավ գիտի ձեր դժվարությունները, մայրիկի դժվարությունը եւ ձեզ դրամական օգնություն է ուղարկել։ Ընդունեք այս դրամական օգնությունը կփոխանցես մայրիկին, որ թեթևանա ձեր վիճակը։ Տեր հայր Ռոզա տատիկին շատ եմ սիրում, որովհետև ես կամ հաղորդաշարի մեջ տենում եմ, որ միշտ ուրիշին փողով օգնում է, միշտ շորերով օգնում է, ամեն ինչով օգնում է։ Աստված օրհնի քեզ, բարիք ջան։ Դե բարով մնաք։ Շնորհակալ եմ Տեր հայր։ Տեսություն ձեզ։ Տեսություն։ Ուրախ ես։ Հա, շատ։ Ես որոշել եմ, որ այսօր պետքա միասին վլոգ վարենք իմ Instagram-ում, այս մեր սիրուն օրը, որը կազմակերպել ենք ես կամ ծրագրի հետ, միասին անցկացնելու ենք ու նկարելու ենք իմ հեռախոսով իմ Instagram-ի համար։ Գնացինք։ Այսօր այ հենց ստեղից էլ սկսում ենք մեր վլոգը, okay? Արի սենց պտտվենք, Լուիսա է սենց հլավը։ Հիմա ես քեզ պիտի ծանոթացնեմ իմ հետևորդների հետ։ Սրտիկներս բարի Լուիս, հուսով եմ լավ եք։ Ծանոթացեք Մանեի հետ, ովքեր դեռ չեն ճանաչում Մանեին, շատ շուտով արդեն կճանաչեք ամենագեղեցկուհին, ում ես իմ կյանքում ճանաչում եմ։ Իմ նոր սերն է, դե բարևի։ Բարև ձեզ։ Ինձ շատ ես սիրում։ Շատ։ Մենք էլ քեզ։ Այսօր շատ լավ օր ենք ունենալու, մնացեք մեր հետ։ Արի դե, այնց լավ մարդ է, այնքան կսիրես իրան ու միշտ գիտես իմ կյանքը ոնց է դասավորվել։ Սուրենին միշտ ավելի շատ են սիրում ճանաչողները, քան ինձ։ Խոստացի, որ տենց չես անի։ Գոնե դու մնա ինձ հավատարիմ, հա։ Հա։ Մի ամաչի Սուրենից, լավ։
Եկեք, արի Սուրեն։ Այսօր դու երկու աղջկա նազ ես տանելու։ Խնդիր չկա։ Այսօր ես գիտես ուզում եմ միասին մի բան անենք, որտեղ ու որի ընթացքում ես էլ իմ մանկությունը կհիշեմ, համաձայն ես։ Այո։ Իսկ Սուրեն դու։ Ես հա միշտ։ Գնանք։ Հա։ Գնացինք։ Ես ոնց որ կռայեցի ինքն։ Հա։ Հա։ Դե լավ։ Ես արդեն գուշակեցի որ եկել։ Մանե, դու չես գուշակել, չէ՞, դեռ ուր ենք եկել։ Այս շենքում ու այս շենքի նման հաստատություններում անցել է իմ մանկությունը։ Այսօր ես որոշել եմ հենց քո հետ գնամ, ընկնեմ մանկությանս գիրկը։ Այնքան գժություն ենք անելու, որ չես էլ պատկերացնի։ Թուլանում ես, մոռանում ես ամեն ինչ, մենակ հիշի, որ ես քո մեծ քուրիկն եմ։ Եղավ։ Անկեղծ, ազատ, առանց ամաչելու, առանց կաշկանդվելու մենք հենց իրար հետ երկար ճանապարհ ենք անցնելու։ Գնացինք։ Զոր դու մեզ աջակցելու ես։ Այո։ Անցի կյանքս։ Բարև ձեզ։ Գիտեմ, որ վախենում ես։ Ես էլ առաջին անգամ սահադաշտ եկել եմ քո տարիքում, բայց այսօր այնքան լավ եմ այդ ամեն ինչին տիրապետում, որ քեզ բերել եմ ու վստահ լինելով, որ դու էլ ես կարողանալու։ Ես քեզ կօգնեմ, մի վախեցի։ Հիմա դու իրան ուղակի հագի, ես կամրացնեմ, օքեյ։ Քո կողքի իմ նման աղջիկ կա, դու վախենում ես մի հատ սահադաշտ մտնելուց, չհասկացա։ Հաղթահարել սկսենք հենց վախից, հետո նոր մնացած փորձություններ ես կյանքի։ Վերջ, ոնց որ ասեցի չես վախենում, հիմա կանգնի։ Ահա, նայ, պատկերացրու կաբլուկների վրա ես։ Իմացի առաջին անգամ հագել ես, արի գնացինք, նորմալ քայլում ես։ Всё, այս ավելի վտանգավոր կլինի սառոցի վրա, հիմա вообще մի վախեցի։ Մի քիչ գնանք, պատտվենք գանք։ Հիմա նույնը։ Արա, լավ, ստացվում է։ Ոչ մեկ այնպես չի, ինչ որ մեկը մտնել ու մի անգամից քշել է։ Քո նման սովորել է։ Սիրանուշ ջան, շատ շնորհակալ ենք մեզ ընդունելու համար, առավել եւս նկարահանումները թույլ տալու համար։ Շատ լավ ժամանակ ենք, չէ՞, անցկացրել։ Այո։ Էլի կգանք, չէ։ Այո։ Ճիշտ է, առաջին անգամն էր, բայց կարծում եմ լավ ստացվեց։ Մենք ենք շնորհակալ, որ ընտրեցիք մեր հենց մարզադպրոցը եւ Եղասակի եւ հոկեյի մարզադպրոցի անունից տնօրինության կողմից եւս մի անակնկալ ենք պատրաստել Մանեի համար փոքրիկ նվեր, մեր խորհրդանիշ հանդիսացող պինգվինը եւ անվճար այցելությունների նվերքարտ, որը փաթեթի մեջ է։ Շնորհակալություն։ Ժամանակ այցելել եւ սահել։ Շատ շնորհակալություն։ Մենք պլանավորել էինք իդեպ նորից գալ այստեղ։ Հաջողություն կհանդիպենք։ Եղավ Շնորհակալություն, ստեսություն։ Ման, գիտես ուր ենք եկել։ Եկել ենք կատարելու քո երազանքներից եւս մեկը։ Ես կամի անձնակազմից իմացա, որ դու ուզում ես ունենաս քո սեփական սենյակը, քո կոմֆորտը ու մի պատմություն ինձ պատմեցին, ուզում եմ հիմա դու էլ պատմես, մեր հեռուստադիտողն էլ իմանա, որ վերջերս հյուր ես գնացել ընկերուհու տուն ու պատմել ես, որ իրանք շատ գեղեցիկ կահույք ունեին, ինքը շատ սիրուն սենյակ ուներ, շատ հարմարավետ, հա։ Հա։ Ես գնացել էի անցնում, էի կան սիրուն էր, ու ինքան լավ է, սա
ամեն ինչի յանց տեղն է դրած, սիրունների յանց տունը յանք լավ մանչակարնի են քնում։ Այսօր հենց այն օրն է, որից հետո դու նույնպես ունենալու ես քո սենյակը, քո մահճակալը, քո պահարանները, որի մեջ քո հագուստը պիտի տեղավորես։ Ուզում ես տեսնես ինչ եմ ընտրել քո համար։ Դե արի խնդրենք Սուրենին թող սպասի։ Ես կսպասեմ, հոմել մեր փոքրի ամբերությունը չչարաշահենք, իջեք ներքև։ Ես վստահ եմ, որ լավ բան ես ընտրել, որովհետև գիտես ինչի համար եմ շատ ուրախ։ Ես սիրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են մագային։ Ու քեզ ես ավելի շատ եմ սիրում, որովհետև ես իմացա, որ դու շատ ես սիրում մագային։ Շատ ամպի չափ։ Ախուտ եմ քեզ։ Դե գնաց։ Դե արի գնանք։ Ես ձեզ եմ սպասում։ Հա? Հա, արի։ Սիրելի հետևորդներ, ես ու Մանեն արդեն աղթամար կահույքի սրահում ենք, իսկ թե ինչու, ինչպես կիմանաք քիչ անց։ Մանե, սա քո նոր ննջասենյակն է։ Շատ շնորհակալություն։ Հավանում եք։ Բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ մտահաղացումը իմն էր, իսկ այս անակնկալը քո համար կազմակերպելը աղթամարկահույք սրահի տնօրինությունը։ Ես կիսվեցի, որ ունեմ սենց մտահաղացում, իսկ իրենք առանց ոչ մի վայրկյան մտածելու ուզեցան միանալ իմ բարի գործին։ Սա իրանցից քեզ նվեր, հələ նստի տես փափուկա, ստեղ քո սիրուն պուպուշ շորիկներն ես դնելու։ Հա? Լավ է։ Հա։ Հավանում ես։ Արի մի հատ պարկենք իրար հետ։ Լավ է։ Հա։ Ամեն առավոտ շատ սիրուն կարտնանաս կգնաս դասի։ Հա։ Հա։ Հիմա պատտվենք մի հատ տեսնենք։ Ամեն ինչ լավ է, լավ չի։ Ես հավանում եմ, սազում է ինձ։ Հաճախ կգամ քո սենյակ, միասին կնստենք, արի կողքիս։ Գիտես ինչի Սուրենին ճանապարհեցի, որ մենք երկուսով աղջիկական զրույց ունենանք։ Ինձ պատմել են, որ դու նեղացած ես քո պապայից։ Հա, շատ։ Ես քեզ ուզում եմ խնդրեմ, մոռացի բոլոր վատ բաներ։ Քո սիրտը, քո հոգին թող մաքուր մնա։ Նեղանալը բոլորս էլ կարող ենք, բայց այդ նեգատիվ է։ Ագակուրի գիտեք, ես իրար ինչ չեմ նեղացել, որտեվ ինձ 2 տարեկանից թող է հեռացել է։ Ու մի հատ է չի զանգի ասի ոնց ես։ Ես դրանի իրանից նեղացել եմ շատ։ Հիմա ես մենակ քո մասին եմ մտածում։ Ուզում եմ, որ դու լավ լինես, առողջ լինես, իսկ այդ նեգատիվ էներգիան, որը քեզ տալիս է քո նեղանալը, ջղայնանալը, այդ մենակ վնասում է քեզ։ Ես էլ եմ, գիտես, փոքր ժամանակ առանց պապա մեծացել։ Ես էլ եմ մտածել, որ իմ պապան ինձ լքել է ու հենց 2 տարեկանից։ 2 տարեկանից հետո ես միշտ մտածել եմ, որ իմ պապան ինձ լքել է։ Բայց երբ որ մեծացել եմ, շատ բան ավելի ուրիշ ձև եմ հասկացել, հանդիպել եմ պապայիս։ Ես 7 տարեկանում եմ պապայից տեսել։ Ես քեզ հասկանում եմ։ Մեր պատմությունը իրար շատ նման է, բայց հիմա իմ հարաբերությունները իմ պապայի հետ շատ լավ են։ Ես հասկացել եմ իրան։ Գիտեմ բաներ, որոնք փոքր տարիքում չգիտեի ու մտածում էի, այո, ինձ լքել են։ Դու էլ միգուցե կան բաներ, որ դեռ չգիտես, կմեծանաս, կիմանաս, կամ եթե նույնիսկ դա այդպես է, պետք չի վատը մտածել։ Հիմա վստահ եմ քո մաման քո համար եւ պապայա եւ մամա ոնց որ իմ դեպքում ա եղել։ Ինքը քեզ վստահ շատ սիրում է, ոչ մի բանի պակաս չի ուզում, որ դուք ունենաք ու հնարավորինս ամեն ինչ անում է, որ դուք ձեզ լավ զգաք ու լիարժեք։ Պետք է ուղղակի շնորհակալ լինել Աստծուն, որ այդ 2 մարդիկ իրար ճանաչել են, որ ծնվել ես դու։ Խնդրում եմ քեզ ուղղակի ների բոլորին։ Առավել եւս, եթե քո ծնողի մասին է խոսքը։ Ուզես թե չուզես, ինքը քո ծնողն է, պետք է իրան ներես։ Որ խաղաղ ապրես, հա։ Չլացես էլ։ Արի գրկեմ։ Կինոյի մեջ նկարահանումից ես տեսնում եմ, որ դուք միշտ սիրուն եք հագնում, ձեր կեցվածքը շատ սիրուն է։ Ես էլ եմ ուզում ձեր մեջ սիրուն շորեր հագնեմ, սիրուն կեցվածք ունենամ, սիրուն քսվեմ, սիրուն հագնվեմ։ Շպարվելու համար քեզ դեռ շուտ է, դու հիմա պետքա տիկտիկներով խաղաս։ Ունես տիկտիկներ։ Ես չունեմ տիկնիկ, բայց
Ես ունեի տիկտիկ, որ անունը դրել էի Մագա, բայց քուրս ջարդեց այդ տիկտիկը։ Դու իմ անունով տիկնիկ ես ունեցել։ Հա։ Նման էր ինձ։ Հա, շատ։ Սիրում էիր այդ տիկնիկին։ Հա։ Հիմա չունես էլ։ Ոնց չունես։ Քուրս ջարդեց այդ տիկտիկը։ Ի։ Դու հիմա ոչ թե մի հատ, այլ երկու հատ տիկնիկ ունես։ Ոյ շատ մերսի։ Հնարավորինս փորձել եմ ինձ նման լինի։ Նման է։ Շատ։ Ես քեզ մի հատ էլ բարձ եմ բերել, հենց իմ նկարով, իմ դեմքով տիկնիկա նման, որի անունը կարա լինի Մագա, իսկ նրա անունը էլի կամ Մագա կարած դնես կամ քո անունը, իրեն կարած գրկես քնես։ Իդեպ սա իմ անձնական բարձն է եղել, բայց ես ցանկացամ անել, որ դու իմ հենց սեփական ապրանքներից մի մաս ունենաս։ Շնորհակալություն։ Նոր ասում էիր, այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրն է, հա? Հա։ Այս ինչ էր են։ Նստի, ինձ ասել էին, որ դու հավանում ես իմ ոճը ու ես արդեն իմ ճաշակով քո համար շատ սիրուն բաներ եմ ընտրել։ Հիմա միասին մի քանի բան կնայինք, որովհետև ֆիզիկապես չենք կարող հասնենք այսքանը։ Այս ամեն իմ համար է կարել։ Հա։ Քո մամայիդ, քուրիկներիդ ու ապերիդ, բայց մեծ մասը քո։ Ես մի կոշիկից ավել ոչ մի կոշիկ չեմ ունեցել, շորերից մեծ շոր եմ ունեցել։ Ես շատ շնորհակալություն եմ խնդրում ձեզ, որ սկան շորի համար առել եք։ Ման ես արդեն չեմ համբերում, երբ ենք բացելու նվերները, տեսնենք հավանում ես թե չէ։ Այսա կտաս, սա իմ ֆավորիտներից է, որ մտածում շատ կհավանես։ Դա էլ տուր։ Ահա։ Ու մտքովդ ո՞րն է անցնում։ Հələ մի քանի բան ինձ տուր, տեղից բացենք։ Ահա։ Ուրիշ։ Դե։ Ահա, գնաց։ Էս պայուսակա, բայց ես իրան բերել եմ քեզ որպես հուշ, որովհետև տես այստեղ իմ նկարն է։ Դու ինձ շատ ես սիրում, ուզում եմ, որ իմ նկարն էլ քո մոտ լինի։ Ինչ կասես, հավանում ես։ Շատ սիրուն է։ Ես իրան պատկերացնում եմ սպիտակ բոթացներով, շատ սիրուն կլինի։ Շատ շնորհակալություն։ Ոյ, Շատ սիրուն է։ սիրուն է, չէ՞։ Ջինսերով, էլի սպիտակ բոթացներով, քանի որ դու մեծ սեր ունես, սիրուն սրտիկ, բարի մարդ ես, քեզ սրտիկներով էլ եմ բերել։ Շատ շնորհակալություն։ Հետո սրան կդասավորենք։ Հիմա նայենք, որ հանգիստ առանց մրսելու գնաս դպրոց։ Հավանում ես։ Շատ սիրուն է։ Ակուկ կուրտկա է։ Այս գլխարկն էլ է, իմը ես այնքան շատ եմ իրան սիրում։ Շատ սիրուն է։ Սիրուն է, չէ՞։ Սրտիկը։ Շնորհակալություն։ Քեզ եմ շնորհակալ։ Իդեպ, քանի որ ես արդեն գիտեի, որ դու ունենալու ես նոր սենյակ, նոր անկողին, ես քեզ վերել եմ նաև գիշերանոց իրա տապուճկաներով, այն վարդագույնը հələ տուր, փամփլիկ տաքուկ։ Ես էլ ունեմ սրանից։ Ահա, այս է սիրուն կհակնես, քո նոր անկողնում կպարկես, տակ-տակ, ինձ կհիշես։ Գույները նման են, բայց տարբեր հագուստների հետ պիտի հագնես։ Այդ հարցում ես քեզ կօգնեմ։ Շատ սիրուն է։ Սիրուն է։ Մակակուրիկ ես թազա շորեր չեմ հակե, մամաս մի հատ ծրագրի հետ է կազմապեկել, որ նամակ է գրում, իրանք շորերն ուղարկում են ստեղ, ու մենք այդ հակած շորերը հագնում ենք։ Թազա շոր չեմ ունեցել խամտից առած, ու ես շնորհակալ եմ ձեզ, որ այսքան շորի ինձ համար բերել եք։ Ես եմ քեզ շնորհակալ։ Մենք էլ պիտի գրկենք։ Դու ավելին ես արժանի ման, միշտ հիշի։ Հա? Եթե նույնիսկ ինչ-որ մեկը չկա, որ սա քո համար անի, դու պետքա մեծանաս, լավ սովորես, որ կարողանաս ինքդ քո համար այս ամեն ինչը անես։ Քեզ թվում է, որ քո համար սա շատ լավ օր էր, հավատա 3-4 անգամ ավել ինձ համար էր, սա շատ լավ օր։ Ես այսօրվան իրոք շատ եմ սպասել։ Ես է։ Ես շնորհակալ եմ Աստծուն,
որ կաս դու ու ինձ այսքան սիրում ես։ Ու էլի եմ ասում, շատ ուրախ եմ, որ ես եմ դարձել այն մարդը, ով կարողացել է քո երազանքների թեկուզ մի մասը իրականացնի։ Շնորհակալություն։ Ես ու Մանես փոխվեցինք, հականք միանման մեր պուպուշ սիրուն կոկիկ շորիկները, իսկ հիմա գնում ենք սնվելու։ Հավանում ես Մանե քո նոր լուքը։ Քեզ շատ ասազում, ասեք, որ շատ ասազում մեզ այս շորերը։ Վաու։ Եթանք տեսնենք ձյաձյա Սուրուն ինչ կասի։ Կլաս։ Շատ սիրուն եք։ Սիրուն եք, չէ։ Շատ։ Զույգ քրեր ենք դարձել։ Դուրդ գալիս է։ Շատ։ Ես շատ ուրախ եմ։ Մագա իրոք Միասին շատ ենք սիրուն եմ։ ընտրել։ Սիրունա, չէ, ես էլ եմ շատ հավանում։ Շնորհակալ եմ ձեզ Սուրեն Հոպար, որ դուք ինձ օգնեցիք, այսքան սիրուն հագցրեցիք ու կապեցիք ինձ։ Այն օրվանից ինչ գիտենք, որ մասնակցելու ենք ես կամ հաղորդաշարին ու գիտենք, որ դու ընտրել ես Մագային, դու չես պատկերացնի, երևի Մագան էլ չի քնել այդ օրվանից, անընդհատ շունչը պահած սպասում էր այսօրվան։ Նենց որ ես կրկին անգամ քեզ շնորհակալություն եմ հայտնում, որ սիրում ես իմ սիրած աղջկան։ Ես էլ եմ ձեզ շնորհակալություն հայտնում, որ օգնեցիք ինձ այսքան բան համար։ Սիրունս։ Գնանք։ Ոհ, Գնանք։ Հա։ Արի գնանք հաց ուտենք, նա էներգիաները սարթնանա, հա։ Հա։ Գնացինք։ Մենք հիմա մոդա ենք ցույց տալիս, պատկերացրու մոդա ենք ցույց տալիս։ Սուրեն Հոպարը ժյուրին է մեր։ Ման իսկ դու տունը պատրաստում ես, գիտես պատրաստել, թե հələ չես սովորել։ տան կորձերը ես եմ անում, մաման պստիկով զբաղված, ճաշը ես եմ բերում, սեղանը ես եմ դնում։ Ամեն ինչ համար ես եմ անում տան մեջ։ Դրա համար էլ ժամանակից շուտ սովորել ես, ապրես, ողջունելի է։ Բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ ես քեզ հիշում ես, որ ասացի ինչ պիտի անես։ Ինչ պիտի անես։ Լավ սովորես։ Հա։ Պետքա օրվա մեջ հատկացնես սովորելու ժամանակ։ Շատ կարևոր փոքր խորհուրդ եմ ուզում քեզ տամ, ամբողջ կյանքում կհիշես ու քեզանից փոքր քույրիկ եղբայրներին սովորացրա, որ կյանքում պետքա կարողանաս ասես շնորհակալություն ու ներողություն։ Եթե այդ երկու կախարդական խոսքերը շատ օգտագործեցիր, դու կյանքում շատ բաների կհասնես։ Հա, նախ ուտելուց առաջ պետքա շնորհակալություն ասենք Աստծուն, որ մեզ հնարավորություն է տալիս, որ մենք մեր ձեռքով, մեր ոտքով գանք հասնենք ռեստորան, հաց ուտենք։ Այդ ամենակարևորն է։ Ես էլ ուզում եմ իմ հերթին ասեմ շնորհակալություն հենց այս ռեստորանային համալիրին, ինքը Գետափա անունը, քո առաջին ռեստորանն է, որ դու այցելել ես ու ասեմ իմանաս, որ ամենալավ ռեստորանն ես դու այցելել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնենք մենք բոլորս հենց այս ռեստորանային համալիրի տնօրենությանը, որ մեծ սիրով ու սրտաբաց մեզ դիմավորել է ու սենց համով հյուրասիրությունն է կազմակերպել, շատ լավ, հա։ Հիմա միջև մեր տաք ուտեստը կգա, հաց տուր մեզ, որովհետև ես շատ սոված եմ ու չեմ դիմանում։ Հետո ես գիտեմ, որ դու սիրում ես երշիկ, չէ։ Մի հատ երշիկով բրդուճ չուտենք միջև տաք ուտեստը գա։ Բա։ Հիմա կտամ ճռճռան։ Այո։ Շատ ախորժելի է։ Խնդրեմ։ Հիմա ես քո համար երշիկով բրդուճ կսարքեմ, հա, ինքը սենց։ Բայց այս ամենը Հավանեցիր այսօրը։ Շատ։ Իսկ կուզես կրկնվի։ Այո։ Այսօրը անպայման էլի կրկնվելու է։ Ես մինչև քո մոտ գալը որոշել եմ, որ այս հանդիպումները լինելու է շարունակական։ Մենք էլի կհանդիպենք, կգնանք ուրիշ տեղեր։ Այսօր էսպես անցկացրեցինք, մյուս անգամ ուրիշ բան իրար հետ կպայմանավորվենք, բայց եթե դու ուզում ես, որ այս օրերը շարունակվի, ես ունեմ մի խնդրանք քեզ։ Մեր հաջորդ հանդիպումը կլինի այն ժամանակ, երբ որ դու ինձ կասես, Մագա քուրիկ, ես մի հատ նոր գիրք եմ կարդացել, ավարտել եմ գիրքը
ինչ որ բանի մասին էր ու կպատմես։ Հետո դու ամեն նոր գրքից նոր բան ես սովորելու, նոր բառ ես սովորելու ու նոր կյանքի ես ծանոթանալու։ Ես քեզ խնդրում եմ, երբ որ կավարտես նոր գիրք, այդ ժամանակ էլ կհանդիպենք։ Ես խոստանում եմ սաղ աշխարհի գրքերը կկարդամ, մենակ ես դու հանդիպենք։ Մենք անպայման կհանդիպենք։ Մենակ իմ խնդրանքը մի մոռացի։ Այս բոլորը իմն է։ Հա, բա ումն է։ Հիշում ես, որ ասում էի, իմ համար ամենակարևորը նստի։ Ամենակարևորը, որ դու լավ սովորես։ Իսկ լավ սովորելու համար քեզ ինչա պետք, ես շատ լավ հասկանում եմ։ Գրքեր, տետրեր, գրենական պիտույքներ, հետո ինձ ասել են, որ դու ուզում ես դիզայներ դառնաս։ Քանի որ դու ուզում ես դիզայներ դառնաս, ես քո համար բերել եմ լիքը նկարչական պարագաներ, սովորելու համար գրքեր, հեքիաթներ, ասցիր հեքիաթներ ես չէ կարդում։ Քո համար, քուրիկիդ համար կկարդաս փոքր որ քնի, համել դու կսովորես։ Ստեղ էլի իմ ընտրությամբ քեզ բերել եմ նոթատետր, որի մեջ կարաս գրես քո հուշերը։ Լավ պահերը քո կյանքի, ուրախ օրերը, կիսվես ստեղ, այն ինչ որ փոքր ժամանակ կուզեի ունենալ, ունեի դրա քիչը կամ չունեի։ Հիմա քեզ եմ վերցրել, որ քեզ լավը զգաս։ Stitch մուլտիկը իմ ամենասիրելին է։ Ես էլի եմ ասում, քանի որ քեզ չէի ճանաչում, չգիտեի որ մուլտն ես սիրում, որ հերոսին ես սիրում, վերել եմ ամեն ինչ իմ ճաշակով։ Սենց թիթիզ գրիչներ, տես մի խոսքով ամեն ինչ ունես։ Ինչ պետքա սովորելու համար։ Այնքան շատ գրիչ եմ վերել, որ ինչքան գրես չվերջանա։ Ամեն ինչից շատ եմ վերել, որ դու էլ կիսվես քո ընկերների, քո քուրիկի, քո ապերի հետ։ Ես քեզ ման ոնց որ ասացի, վերել եմ նաև հեքիաթների գիրք։ Գիտես չէ, որ հեքիաթներում ամեն ինչ շատ սիրուն է ավարտվում, բարի։ Գիտեիր։ Հա։ Ես ուզում եմ, որ քո կյանքում էլ այդպես լինի ու առհասարակ կյանքում այդ տենց է, ինչքան լինես բարի, ինչքան մաքուր ու ինչքան հեքիաթային, այնքան ամեն ինչ շատ լավ է լինելու։ Մակակուրիկ, այսօր իմ ամենաուրախ ու երջանիկ օրն է, ոնց որ ես հեքիաթում հայտնված լինեմ ու ես շատ շնորհակալ եմ ձեզ, որ այս օրը իրականացրեցիք ու իմ երջանկությունս տեղը բերեցիք։ Մեռնեմ ջանիդ։ Դու ամենալավն ես ու ավելին ես արժանի, լավ։ Հա։ Մանե, այսօրվա համար այսքանը, ես քեզ խոստանում եմ, մենք էլի կհանդիպենք։ Հիմա Սուրենը դրսում մեզ է սպասում, գնանք ու միասին քեզ տանենք տուն։ Որոշել ենք մենք այսօր քեզ տուն տանենք ու համել ծանոթանանք քո ընտանիքի անդամների հետ։ Դե արի գնանք, Սուրենը մեզ շատ չսպասի, այս ամեն ինչը կհավաքեն, կբերեն։ Օգնեմ։ Գնացեք։ Լավ օր ունեցար։ Ծանր, ես գիտես չէ, քո գիտելիքների ծանրությունն է։ Հա։ Շատ ուրախ եմ։ Թող քո բոլոր օրերը այսօրվա նման անմոռանալի լինեն։ Լավ։ Ես լսել եմ, որ երեք շատ լավ օր եք անցկացրել։ Շատ տպավորված եմ։ Նախ ինձ համար սա նորություն էր, ես այսպիսի օր երբեք չեմ ունեցել։ Տպավորություններով շատ դժվար կլինի հիմա կիսվելը, որովհետև դրանք շատ են, շատ ուրախ եմ առաջին հերթին ձեզ ինձ այդ հնարավորությունը տալու համար, շատ շոյված եմ։ Սովորականից տարբեր էր։ Միանշանակ։ Ինչ տեսակի հույզեր ունեցաք, որն էր ամենահուզիչ պահը ձեր հանդիպման։ Եթե հաղորդման հենց այդ սկիզբը նայեք, կհասկանաք, որ ես չդիմացա նույնիսկ այդ երկար խաղին։ Ես հուզվել էի ու հասկանում էի, որ եթե հենց հիմա չհանեմ դիմակս, կարող է ինքը հասկանա, ավելի լավ է ես դիմակս հանեմ ու ասեմ, որ ես մագանից չկարողացա խաբել իրան։ Ինձ թվում է ամեն վայրկյանը ինձ համար ոնց որ տուն լիներ։ Ամեն վայրկյան մտածում եմ ես ավելի ուրախ եմ այսօր, քան մանեն։ Դուք հայտնի եք որպես բլոգեր, եւ վերջերս արդեն որպես դերասանուհի, ինչ խորհուրդ տվեցիք, ինչ մասնագիտություն կուզենայիք, որ ինքը ձեռք բերեր։ Առաջին հերթին մանեին խորհուրդ եմ տվել շատ սովորի։ Մասնագիտություններից, որոնք ինձ են հոգեհարազատ կամ ինձ են հաճելի, ոչ ոք խորհուրդ չեմ տվել, որովհետև ինքը պիտի հասկանա ու
սիրի այն ինչ որ ուզում է դառնա։ Առաջին բանը որ խորհուրդ եմ տվել լավ սովորի, շատ գրքեր կարդա ու ցանկացած մասնագիտություն անկախ ոլորտից լինի լավագույնը։ Եվ նրա առաջ դրել եմ պայման, որ եթե ցանկանում է ինձ հաճախ տեսնի, պետք է ամեն հանդիպումից առաջ ինձ մի գիրք իր կարդացածներից պատմի, որ ես իրեն նորից տեսնեմ։ Հա, իդեպ ես ազնագազմից իմացա, որ շատ նվերներ եք տվել, գրենական պիտույքներ, հագուստ, անգամ կահույք։ Ինչ է նշանակում ձեզ այս տեսակ երեխային հանդիպելը։ Ի սկզբանե մինչև նախագծին մասնակցելը ես չէի մտածում, որ ես անում եմ միայն նրա համար, որ իրականանա Մանեի երազանքը, նա ինձ տեսնի ու վերջ։ Հետաքրքրվեցի ինչի կարիք ունեն, միգուցե եւ ավելի շատ բանի կարիք ունեն, բայց ես իմ հնարավորության չափով փորձեցի մաքսիմալ անել, որպեսզի ոչ միայն այդ օրը Մանեի կյանքում լինի հագեցած, այլ նաեւ հետագա օրերը, թե իմ խորհուրդներով, թե հենց այդ օրվանից հետո եւ թե այն պակասը, որը կարող էի լրացնել եւ հոգեպես եւ նյութական։ Ու բացի այն, որ ես փորձեցի իմ հնարավորության չափով իրականացնել Մանեի երազանքը, ես հենց երեք էլ Մանեի հետ կիսվեցի, որ փոքր ժամանակ էլ ինքը իմ երազանքն էր, որովհետև երբ որ նոր էի գնում թատերական խմբակ, նոր էի որոշում դառնալ դերասանուհի, ասում էի մեծանամ դերասանուհի եմ դառնալու կամ սիրված հայտնի մարդ ճանաչում պիտի ունենամ։ Ես այդպես եմ միշտ ինձ պատկերացրել ու ի սկզբանե երազել եմ երբևէ լինի մի երկրպագու, ով պարզապես չի սիրի ինձ ինչ որ կերպարի համար։ Տարիներով կսպասի ինձ տեսնելու ու այդ ջերմությունը ես երեք զգացի ինձ իմ մոտ տպավորություն էր, որ ես եմ հասել իմ երազանքին։ Աստված, որ մեր կյանքն է եւ կամենում է ամեն կերպ մեզ երջանկացնել, առավել եւս այն ինչ որ դուք այսօր կատարեցիք, Աստված օրհնում է հազար փառք Աստծո։ Եվ մենք շնորհակալ ենք նաեւ այն հավաստիացման համար, որ Մանեի կյանքում լինելու եք, հանդիպելու եք, կապը պահելու եք։ Սիրով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն, Պահապան ամենայնի Քրիստոս, Աչ քո հովանիլիցի ի վերա, ագա աղախնույս քո, ի տվե և ի գիշերի, ի նստիլի տան, ի գնալի ճանապար, ի ննջել և ի հառնել, զիմի երբեք սասանեցայց, և ողորմյա քո արարածոցտ, և ինձ բազմամեղիս, ամեն։